Ներկապային Արայք Խանդոյանը գտնվում է դատարանի շենքում իրենց համար հատկացված տեղ։ Հարգելի դատան, ինչպես գիտեք, նախորդ նիստին իմ պաշտպանյալները նիստերի դալիճում եւ նիստերից դուրս ենթարկվել են խոշտանգումների, ծեծի եւ այդ խոշտանգումները եւ ծեծը կատարել է փոխգնդապետ Ղազարյանի կողմից, որը շարունակում է նա մեր պաշտպանյալներին դատարան բերել եւ նրանց հետ շփվել։ Հիմա ես չգիտեմ, թե իմ պաշտպանյալը շատ հավանական է, որ նայել է այստեղ եւ կրկին կենտարկվի խոշտանգումների եւ ծեծի։ Արգել դատան, այստեղ ըստ էության հարց բարձրացել։ Նախ մինչ ձեր հարցին պատասխանելը, թե միջնորդություն ինքնաբացարկի վերաբերյալ կա թե ոչ, պաշտպանը հարց բարձրացրեց, որ անձը, ով խոշտանգել է իր պաշտպանյալներին, այսօր էլ շարունակում է գտնվել այստեղ եւ այսօր էլ շարունակում է ղեկավարել, ինչը անթույլատրելի է։ Դուք ասում եք, որ գնացեք դիմեք քրեական գործ կա, քրեական գործը կքննվի, դուք որպես դատավոր, որպես իրավաբան, քաչ հասկանում եք, որ տվյալ անձը կասկածյալ է առնվազն կարգավիճակ ունի, այս պահին առնվազն, եւ ինքը իրավունք չունի շփվելու անձի հետ, ով որ տուժողի կարգավիճակ պետք է արդեն ունենար վաղուց։ Հիմա դուք տվյալ գործի շրջանակներում կասկածյալի եւ տուժողին թողնում եք, որպեսզի այդ անձինք շփվեն իրար հետ։ Մեր համար դա անթույլատրելի է, հարց է բարձրացվել։ Ասում են, որ Ղազարյանը իրավունք չունի այլևս այդտեղ գտնվելու, առնվազն գոնե ինքը, որովհետև մնացածին ես չգիտեմ ովքեր են խոշտանգողները, առնվազն գոնե այդ անձը, այն անձն է, որը իրավունք չունի այլևս այս դատարանի դահլիճում գտնվել եւ ոստիկաններին ղեկավարել։ Դա հղի է այլ շատ լուրջ հետևանքներով։ Հիմա դուք որպես այս գործով նախագահող, դատավոր, որը ինքը պետք է ամբողջը կարգավորի, ինքն է ամեն ինչ սահմանում, ով լինի, ով չլինի, ով ապահովի, ով չապահովի, հարց ենք բարձրացնում, ասում ենք ինչու է Ղազարյանը շարունակում գտնվել այստեղ։ Դուք թռուցիկ դրա վրայով անցնում եք, ասում եք ունեք միջնորդություն, չունեք միջնորդություն։ Դուք ասում եք կասկածյալի կարգավիճակ, ունի այդպիսի կարգավիճակ։ Հարգելի դատարան, ուրեմն եվրոպական դատարանի իմաստով նա արդեն մեղադրյալի կարգավիճակ ունի։ Դե երբ որ մեղադրյալի կարգավիճակ, կասկածյալի կարգավիճակ չեն թողի դատականիստի դահլիճում։ Եվրոպական դատարանի որոշումների իմաստով ինքը ունի մեղադրյալի կարգավիճակ, որտեղ այն պահից սկսած, երբ որ հայտարարվել է, որ ինքն է խոշտանգողների մեջ եղել եւ այլն, եւ նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը մի քիչ բաց ուներ այս առումով, Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում ունի, որ ինքը արդեն կասկածյալի կարգավիճակ պետք է ունենա։ Այսինքն, եթե նույնիսկ նրան հրավիրում են որպես վկա հարցաքննելու, արգելի դատան, ինքը ունի կասկածյալի կարգավիճակ, բայց եթե նույնիսկ կասկածյալի կարգավիճակ չունի, վկայի կարգավիճակ ունի, ասենք թե հարգելի դատարան, դուք ո՞նց եք թույլ տալիս, որ տուժողն ու վկան շփվեն իրար հետ։ Սա անթույլատրելի է ցանկացած դեպքում։ Այսինքն դուք պետք է հիմա միջոցներ ձեռնարկեք, որպեսզի այդ անձը, չեմ կարծում, որ ինքը անփոխարինելի անձ է Հայաստանի Հանրապետությունում, չի կարող այլ անձ գալ եւ ղեկավարել այստեղ, ասենք ապահովել անվտանգությունը։ Եթե դա այդպես չի, Հայաստանի Հանրապետությունում այլ անձ չկա եւ հատկապես այդ անձը պետք է լինի, մենք իհարկե ունենք մտավախություններ, Ղազարյանը հիմա այստեղ, հա։ Նիստի, բայց այստեղ ինչի մասին։ Ոնց է շարքի, հարգելի դատարանի դատականիստի դահլիճ ինչպես։ Ինքն է ղեկավարում, հարգելի դատան։ Հա, բայց հիմա ներկապային Ղազարյան դատականիստի դահլիճում ոչ։ Էսկեվում է, որտեղ որ գտնվում է իմ պաշտպանյալը։ Երբ որ Լուսինե Սահակյան եղավ, հասկացա, նույն բանը, խնդրում եմ, երբ որ նա դատականիստի դահլիճ կմտնի, այն ժամանակ ես ուրեմն թող Խանդոյանը եւ եթե անց կա ներքևում թող բարձրացրեք վերև, թող ինքը գնա գտնվի այնտեղ։ Ուրեմն դուք զրկված չեք միջնորդություն ներկայացնել, դատարան որոշում կասնի, եթե անհրաժեշտություն կլինի Խանդոյանին բարձրացնենք դատարան։ Խնդրում եմ հարգելի։ Ո՞նի չեք ուզում։ Ես ասեմ Կայքին միջնորդեք, քննարկենք այդ հարցը։ Պարոն դատավոր։ Ձեր ասելով, հարգելի դատարան, փոխել ձեր որոշումը եւ բոլոր անձին, ովքեր գտնվում են դատարանի դահլիճից դուրս, այսինքն այստեղ չեն գտնվում, Ամբաստանյալների մասին է խոսքը, խնդրում եմ, որպեսզի նրանց վերադարձնեք դատարանի դահլիճ։
Միաժամանակ խնդրում եմ որոշում կայացնել։ Այդ որոշ ձեր միջնորդությունը կներկայացնեք, հիմա ավարտենք բացարկի միջնորդ։ Այդ միջնորդությունը կներկայացնեք, քննարկենք դատանը որոշում կայացնենք։ Ես երկու հարց եմ հիմա բարձրացրել։ Առաջին հարց, որ ամբաստանյալները գտնվեն դատարանի դահլիճում, եւ երկրորդ, որպեսզի դատարանը որոշում կայացնի, որ այսուհետ մինչև այդ խոշտանգման գործով քննության ավարտը Պարոն Ղազարյանը իրավունք չունենա ղեկավարելու այստեղ անվտանգություն ապահովող ոստիկաններին։ Այսինքն դատարանը դու այդպիսի որոշում կայացնի, որտեղ այստեղ ասում եք Ղազարյանը այստեղ չի, այստեղ չի, հիմա հետո կվերադառնա, այստեղ չի Խանդոյանի մոտ։ Լավ, եղավ, դուք ձեր միջնորդությունը հիմա անհապաղ քննարկման միջնորդությունը արգելի։ Այո, անհապաղ քննարկենք։ Հիմա դատական որպեսզի ձեր ինքնաբավ քննարկենք հերթականությունով, էլ հերթականություն։ Հիմա այս բան միջնորդություններ ինքնաբացարկի նախագահ դատավորի դեմ ինքնաբացարկի միջնորդություններ ունեք թե չունեք։ Եթե չունեք, կարող է դատարան։ Մենք ունենք միջնորդություն, բայց մինչև դուք այդ միջնորդությունը կքննարկեք, մենք ունենք այս միջնորդությունը, որը ներկայացրել ենք, որովհետև դուք պատկերացնում եք հիմա ամբաստանյալները գտնվում են ներքևում։ Լուսինե Սահակյան, հիմա նորից նույն բանը կրկնում եմ։ Ես ասում եմ, կարգ կա, գոյություն ունի կարգ։ Եթե հիմա անցել ենք հիմքերին, ինքնաբացարկի կարգը դուք եք հաղթել։ Հիմա այդ միջնորդությունը ավարտելուց հետո ես թույլ կտամ այդ նմանատիպ միջնորդություն անենք։ Հիմա ունեք թե չունեք նախագահ։ Հարգելի դատարան, ունենք։ Ունեք դե հայտնեք։ Բայց որպեսզի դա հայտնենք, մենք ձեզ ասում ենք անձը վտանգի մեջ է, նա ինքը այնտեղ հիմա շփվում է մարդու հետ, ով որ իրան խոշտանգել է, դուք ասում եք չէ, ինքնաբացարկի անձը վտանգի մեջ չի։ Արտառոց մի իրավիճակ է, երբ որ Օսիպյանը, որը այս գործով անհասկանալի է ինչ կարգավիճակ ունի, բայց մի կարգավիճակ պիտի առնվազն ունենար, հարգելի դատարան։ Վկա տուժող մի բան, հարգելի դատարան։ Ինքը իրավունք չունի այստեղ ծառայություն իրականացնելու, բայց ծառայությունը ինքը իրականացնում է։ Ընդ որում, երբ որ պաշտպանները ընդմիջման ժամանակ իրար հետ փորձում էին առանձին խորհրդակցել մեր պաշտպանական մարտավարությունը, Օսիպյանը մեր կողքը գալիս կանգնում էր, երբ որ խնդրում էինք հեռանալ, դա էլ չէր անում, հարգելի դատարան։ Այսինքն դուք, որ ի պաշտոնե պարտավոր եք, որպեսզի ապահովեք այս ամբողջը, չեք ապահովում, հարգելի դատարան, բայց գլխավոր ինքնաբացարկի մեր միջնորդության հիմքերը կայանում են նրանում, որ դուք առաջնահերթ այն դատավորն եք, որի օրոք եւ որի նախագահությամբ ընթացող դատական նիստի ընթացքում արդեն դատարանի դահլիճից դուրս բերելիս խոշտանգում է տեղի ունեցել համբաստանյալների նկատմամբ, որը շարունակվել է հետագայում արդեն այլ տեղում, բայց դատարանի շենքում, եւ նրանց ձայները եղել են լսելի, այն աշճանի լսելի, որ պաշտպանները մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հրավիրել են համապատասխան աշխատակիցներին, իսկ դուք, հարգելի դատարան, ընդհանրապես չեք ցանկացել ոչ լսել, ոչ տեսնել ու ոչ էլ միջամտել։ Այսինքն դուք այն դատավորն եք, որը չի կարողանում ուղղակի կառավարի այս դատարանը եւ ինքը ինքնուրույն որոշումներ չի կարողանում կայացնել, որտեղ ես չեմ պատկերացնում, որ դուք այն մարդն եք, որը տեսնելով, որ խոշտանգում է իրականացվում, եթե լինեիք անկախ եւ անկողմնակալ, չի միջամտեիք։ Նշանակում է դուք անկախ եւ անկողմնակալ չեք։ Շարունակությունը, որ ամենացավալին է այս նիստերի ընթացքում, իմ 21 տարվա պրակտիկայի ընթացքում առաջին անգամ տեսել եմ պաշտպանական իրավունքի այնպիսի դրսևորում, ինչպիսին է ամբաստանյալի եւ իր պաշտպանի հաղորդակցության արգելումը եւ նրանց միջև տեղի ունեցած գրագրության հրապարակումը։ Քիչ է ուրեմն հարգելի դատարան, այդ նամակը, որը ամբաստանյալը փոխանցել է իր պաշտպանին, չի կարողացել փոխանցել, առգրավվել է, դա հայտնվել է ձեր ձեռքում, չգիտես ինչ ուղիներ անցնելուց հետո, ավելին հետագայում նաև հրապարակվել է այս նամակի բովանդակությունը։ Սա փաստաբանական գաղտնիք է եւ այս փաստաբանական գաղտնիքը հրապարակելու իրավունք որևէ մեկը չուներ։ Որևէ մեկը նույնիսկ իրավունք չուներ ծանոթանալու, թե ինչա գրած դրա մեջ, որ հետո էլ հենց քննարկեին, թե բովանդակություն սկսեին քննարկել։ Բայց եթե նույնիսկ բովանդակությունը քննարկելու լինեին, սա դասական պաշտպանական դատական պաշտպանի եւ իր պաշտպանյալի միջև հաղորդակցություն է, թե ինչպես են իրենք տեսնում իրենց մարտավարությունը դատական նիստի ընթացքում։
Այսինքն դուք հարգելի դատարան, որը թույլ է տալիս նման խախտումներ, ավելի թույլ է տալիս պաշտպանական իրավունքի խախտում այն առումով, որ առանց պաշտպանի դատավարություն է անդրադառնում։